Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 4 հոկտեմբերի օրը շաբաթ, բարի երեկո։ Գեղարքունիքի մարզում ուսուցչական համաժողով է տեղի ունեցել, դառնալ հարթակ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ճատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման համար։ Կրթության տեղական ու միջազգային դերակատարները համախմբվել են մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար։ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների շուրջ 100 ուսուցիչ մասնակցում է սոցիալական արդարությունը դպրոցում ուսուցչական համաժողովին։ Քննարկում են դպրոցում ու դասարանում արդարության իրավական, կրթական, սեռային, սոցիալական ասպեկտները։ Եթե ոչ ամբողջությամբ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել հասարակության մեջ եղած անհավասարությունների արտացոլումը դպրոցում։ Փորձագետներն ու մանկավարժները միասին են փնտրում ուղիներ։ Սոցիալական անարդարության դրսևորումները շատ են դպրոցում, կարծում եմ դրանց օրինակները բոլորս գիտենք։ Ես մասնավորապես խոսում եմ դպրոցական բուլինգի խնդրի մասին, որը սոցիալական անարդարության դրսևորումներից մեկն է, եւ յուրաքանչյուր բանախոս իր ոլորտից փորձում է իր փորձը կիսել եւ ինչ-որ խորհուրդներ տալ եւ գործիքներ տրամադրել ուսուցիչներին, որոնք կարող են իրենց լսարանում օգտագործել։ Հաճախ երեխաները, որոնք անապահով ընտանիքներից են, ավելի խոցելի են դառնում բուլինգի համար եւ նմանատիպ այլ վատ երևույթների եւ երբեմն նաեւ անհավասար վերաբերմունքի են արժանանում։ Խոսելով սոցիալական արդարության մասին, փորձագետներն առաջին հերթին նկատի ունեն հավասար հնարավորությունները բոլորի համար։ Անդրադառնում են գյուղական կամ փոքր քաղաքներում ապրող դպրոցականների ունեցած հնարավորություններին։ Սկսած ուսուցիչների խնդիրներ, որ նույն ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա կամ հեռավար են դասավանդվում ինչ-որ բաներ, եւ այս իրավիճակը շատ ազդում է երեխաների կրթության որակի վրա։ Արդյունքում երբեմն երեխաները չեն կարողանում ընդունվել բուհեր, որովհետեւ մրցակից երեխաները, որոնք Երևանում են, պարապում են դասախոսների մոտ, ունեն մեծ հնարավորություններ, եւ արդյունքում մենք երբեմն կորցնում ենք ավելի տաղանդավոր երեխաների, որոնք ունեն շատ մեծ ներուժ, բայց չունեն այդ հնարավորությունները, որ կարողանան հավասարապես մրցակցել։ Ուսուցչական համաժողովի ընթացքում տարբեր գործնական աշխատանքների միջոցով մանկավարժները զինվում են նոր գործիքակազմերով, երեխայակենտրոն մոտեցումների, նրանց հետ գործակցությունն առավել փոխշահավետ եւ միմյանցից ունեցած պահանջներն ու ակնկալիքները հասկանալի դարձնելու ուղղությամբ։ Մենք որպես հասարակություն շատ հաճախ տարբեր խնդիրների հանդիպելիս ասում ենք ուսուցիչն է մեղավոր, դպրոցում ինչ է սովորել աշակերտը, ու հետազոտությունների մեր ծրագրերի շրջանակում հասկանում ենք, որ պետք է ուսուցչին մենակ չթողնել, պետք է ուսուցչին օգնել բովանդակությամբ, գործիքակազմով, մեթոդներով։ Սոցիալական արդարությունը դպրոցում ուսուցչական համաժողովն արդեն 4 տարվա պատմություն ունի։ Այն անցկացվել է Հայաստանի մի քանի մարզերում եւս Global to Local հասարակական կազմակերպության և գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործակցությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը այսուհետ կգործի նոր հասցեում, նոր ու արդիականացված շենքային պայմաններում։ Պատկերասրահի բացումը տեղի է ունեցել հանդիսավոր արարողությամբ։ Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը նոր հասցե ունի։ Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակ 3։ Նոր ու արդիականացված է նաև երկհարկանի տարածքը, որը պատկերասրահին հատկացվել է Գավառ համայնքի ավագանու որոշմամբ։ Դրանից 36 տարի առաջ 1989 թվականին բացվեց Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահ։ Հրաչյա Բունյաթյանն արդեն մեզ բոլորին հայտնի է, ինքը ծննդող նորմա եզեցի, աշխարհի խոշորագույն գիտականի համարում ուզեցել է, որ իր հավաքություն նվիրի պատկերասրահ, բայց դրա հագարծամահ եղավ եւ այդ երազանքը ինքը չկատարեց, բայց դրա իր երազանքը կատարեց իր այրին։ Իրանք ունեին շատ հրաշալի հավաքվածություն, շատ հրաշալի։ Ինքը դիմեց մեր քաղաքային սովետ այն ժամանակ եւ ցանկություն հայտնեց, որպեսզի այդ իրենց հավաքվածություններից մեզ նվիրաբերի։ Պատկերասրահի բացման արարողությանը մասնակցում են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
Մարինա Հակոբյանը ներկայացնում է նոր շենքային պայմանները, ցուցադրվող հայ եւ համաշխարհային ճանաչում վայելող արվեստագետների աշխատանքներն ու իրականացվելիք գործունեությունը։ Շարունակ գավառը պատկերասրահը իր հրաշալի Ադամոն հավաքածուն իրականում տեղակայված է եղել մասնավոր տարածքում դեղատների, խանութների, տների հարևանությամբ։ Եվ այսօր վերջապես գավառի համայնքապետարանի ջանքերով եւ ազգային պատկերասրահի համագործակցությամբ մենք ունենք նոր երկհարկանի հրաշիշենք եւ մեր հավաքածուն ստացավ կարծում եմ իր մշտական հրաշալի տունը։ Պատկերասրահի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը կարևորվում են նաև Գավառ համայնքի կողմից ցուցաբերված ուշադրությունն ու հոգատարությունը մշակութային կյանքի աշխուժացման ու զարգացման գործին։ Արվեստի հանդեպ, մշակույթի հանդեպ ուշադրությունը մի բան է, որ մենք միայն այսօր չի որ տեսնում ենք։ Մենք միասին համագործակցության բազմաթիվ առիթներ ենք ունեցել եւ բազմաթիվ առիթներ ենք ունեցել տեսնելու նաև թե ինչ ակտիվ է գավառը։ Ես մեծ հաճույքով հիշում եմ յուրաքանչյուր արվեստի դպրոցի եւ արվեստի դպրոցի մանկապատանեկան կենտրոնի մեր երեխաների հետ հանդիպումները տարբեր փառատոների ժամանակ այն տաղավարները, որ այցելել են եւ որտեղ երևում է նաեւ թե ինչ ակտիվ մշակութային կյանք կա այստեղ, ինչ ակտիվ մշակութային գործություն է իրականացվում։ Ուզում եմ ես նույնպես շնորհակալություն հայտնել Գավառի համայնքապետ պարոն Մարտիրոսյանին, Գավառի հավաքանուն այս կարևոր ու ողջունելի որոշումը կայացնելու, այս տարածքը մեր պատկերասրահին տրամադրելու համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Տիկին նախարար ձեզ, ձեր ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մեր մշակութային ժառանգության վրա մեծ ուշադրություն դարձնելու համար, ուզում եմ Բունայցյանի անվան պատկերասրահի մեր գործընկերներին անընդհատ ու բարի ընթացք անեմ։ Արարողությունն ուղեկցվում է նաև անակնկալներով։ Երկարամյա նվիրված աշխատանքի համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պատվոգրով պարգևատրվում է Գավառի պատկերասրահի տնօրեն Ջուլիետա Ղարաբաղցյանը։ Վերջին 36 տարիներին նա ղեկավարում է պատկերասրահի աշխատանքները։ Ես շատ ողջորված եմ ու շատ շնորհակալ եմ ազգային պատկերասրահից։ Շատ շնորհակալ եմ նաև մեր բարերարներից, որ հնարավորություն ընձեռնեցին, որ ես կարողացա այս բաներին հասնել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև համայնքի ղեկավարին, հատկապես Գուրգեն Մարտիրոսյանին, մեզ այս շենք հատկացնելու եւ ընդհանրապես շատ հարցերում ծախսերը իր վրա վերցնելու համար։ Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահի նոր շենքի բացման արարողությունն ուղեկցվում է Մեղեդի Լարային քարյակի երաժշտական կատարումներով եւ Գավառի գեղարվեստի դպրոցի եւ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների բացօթյա գեղանկարչական աշխատանքով։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Սալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Տարեցների միջազգային օրվա առթիվ Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչները այցելել են Թաքուշ Իսպիրյանին եւ Մեխակ Ավետիսյանին։ Համայնքապետարանի աշխատակիցները տարեցներին փոխանցել են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքները եւ ավականու կողմից հաստատված դրամական պարգևները։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ սոցիալական աշխատող Վարսենիկ Խաչատրյանը տարեցների միջազգային օրվա առթիվ այցելեց Գավառ համայնքի տարեցներ Մեխակ Ավետիսյանին եւ Թաքուշ Իսպիրյանին։ Այցելուն փոխանցեց համայնքի ղեկավարի շնորհավորանքները եւ ավականու կողմից սահմանված դրամական պարգևները։ Միշտ լավ եղեք, առողջ եղեք եւ հաջորդ տարի եւս գանք ցես տենալ։ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի 107-ամյա բնակչուհի Թաքուշ Իսպիրյանը հիշեց վերջին տարիներին իրեն հաճախ այցելող հյուրերին, բարեկամաբար զրուցեց նրանց հետ։ Իր վիճակից չդժգոհեց, հպարտությամբ էլ նշեց, որ արդեն 5 կոռ ունի եւ նրան ապրելու ուժ են տալիս 7 զավակների շարավիղները։ Ինձ յուրատորերը մնում ես դուզդիրեն ոսոս փոխաբարեքս փոխում են իմ բալուդը իմ խարսը լավ խնամում են փոխում են։ Հաջորդ այցը Սարուխանում էր մեծ հայրենականի վետերան երկարամյա մանկավարժ 104-ամյա Մեխակ Ավետիսյանը ոգևորությամբ ընդունեց համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքները։ Շնորհավորում եմ ձեզ տարեցների միջազգային օրվա առիթով։ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից շնորհավորանքներ եմ բերել ձեզ։ Ոգաչափ շնորհակալ եմ նրա վերաբերմունքից, ձեզնից շնորհակալ եմ, ապրեք։
Մեխակ Ավետիսյանը զրույցի ընթացքում նաև պատմեց վերջերս չինական կառավարության կողմից հայրենական պատերազմի մասնակցության համար ստացած մեդալի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալական նամակների մասին։ Ես ինձանից էլ շնորհակալ եմ, որ կարողացել եմ ինչ-որ մի բան անել իմ հայրենիքի, իմ Սարուխանի, իմ նոր Բայազետի, իմ հանրապետության համար։ Համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը ոգևորեց տոնի հերոսներին։ Հաջորդ տարի եւս միասին նշել տարեցների օրը։ Սա էր բարեմաղթանքը հրաժեշտից առաջ։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։